Սիրելի քաղաքացիներ, թույլ տվեք այս անհասկանալի հրճվանքին չանդրադառնալ խնայելով ձեր նյարդերը, պարզ երկու ճշմարտության մասին խոսեմ։ Երբ ընդդիմադիրները հայտարարում են որևէ մեկի նկատմամբ, որ կա քաղաքական հետապնդում կամ որևէ մեկը քաղաքական հալածել է, ընդդիմադիրները այդ մարդուն սուրբ չեն հռչակում, չեն քննարկում որևէ մեկի սուրբ կամ ոչ սուրբ լինելը։ Քաղաքական հալածյալ կամ քաղաքական բանտարկյալ լինելը որոշվում է հետևյալ պարզ մեխանիզմով։ Արդյոք քո նկատմամբ կա տարբերակված վերաբերմունք կապված քո քաղաքական հայացքների հետ։ Այդ մի տարով, ընդհանրապես 5 չափանիշ կա, բայց այդ մի տարով է որոշվում քո նկատմամբ քաղաքական հետապնդում է թե չէ։ Հիմա եկեք տեսնենք Վարդան Ղուկասյանի նկատմամբ կա քաղաքական հետապնդում թե չէ։ Մենք տեսել ենք շաբաթներ առաջ ոնց է բերման ենթարկվում սպանության ընդդիմադիր համայնքապետի սպանության մեջ կասկածվողը, տեսել եք այդ ակուրատնի սիրուն բերման ենթարկելու կադրերը, ու տեսել եք Գյումրու համայնքապետը կոտրելու, համայնքապետանի շենքի դռները կոտրելու կադրերը։ Երկրորդը անիծից են խոսում այստեղ, եկեք տեսնենք, տարբերակված մոտեցում կա թե չէ, 25 միլիարդ դրամի մսխման գործով քանի կալանավորված կա, Վահագն Ալեքսանյան, քանի կալանավորված կա, 0, դուք մեղադրանք եք առաջադրել մարդուն ձեր իրավական համակարգը, երբ որ երկրից դուրս է եկել, այ էդ է տարբերակված մոտեցումը, ու ընդհանրապես այս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, հələ մի հատ կասեք, մի ընդհատեք, հանգիստ նստեք, ոնց է այնպես ստացվում Ռուբեն Ռուբինյան, ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել, ընդդիմադիր համայնքապետ կա, Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերդինը ինչ էր, դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում, ուրիշ խնդիր չկա, եւ այդ դատական համակարգի մասին, որ խոսում եք, ավարտում եմ հիմա հանգիստ։ Նախ Ռուբեն Ռուբինյանի բերած օրինակների, եթե ոչ բոլորը, կեսից ավելին հետապնդման օրինակներ են, քրեական գործեր հարուցված այդ մարդկանց վրա միացնուկ եք նոր փաստեր հրապարակեք։ Ես ուզում եմ էլի մեր քաղաքացիների համար բացահայտել ոնց է լինում քաղաքական հետապնդումը, ամեն ինչ իմաստ ունի կոնտեքստի մեջ։ Ինչ է տեղի ունեցել։ 3 շաբաթ առաջ նույն ամբիոնից իմ տեղը կանգնած Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետին դուրս է շպրտելու իր զբաղեցրած պաշտոնից։ Ինչա դրան նախորդել ու դրանից հետո տեղի ունեցել, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը ցանկացած հերթական հարձակումից առաջ տեղեկատվական գրող է իրականացնում, նույն գրողը իրականացրել է ՔՊ-ն տեղեկատվական դաշտում, ամեն կերպ վարկաբեկելով, պախարակելով, որ մարդուն վրա հարձակվում են, հնարավորինս քիչ պաշտպանություն ունենա։ Դրանից հետո հրապարակվել է ձայնագրություն, բայց այդտեղ ՔՊ-ի բախտը չի բերել։ Ինչի չի բերել, որովհետև ժողովուրդ ջան, դուք ընդեղ եք հասել, որ այնքան եք պախարակել ձեր հրապարակած փաստերը, որ էլի եմ կրկնում, դուք հիմա ահաբեկչություն էլ իսկական բացահայտեք, կաշառքել բացահայտեք, ձեզ չեն հավատում, ձեր հրապարակած ձայնագրություններին չեն հրապարակում, որովհետև ձեր այս ամբիոնից եկել եք, ասել եք, բարձրաստիճան պաշտոնյաներ են ուզում գյուլել, հրապարակվել է, պարզվել է, որ դա քննարկում է դասալիքների հետ ինչ պիտի անեն։ Դուք հմեկում ներկայացրել եք կոշիկի մասին խոսակցությունը, կաշառքի մասին խոսակցություն, ու դրա համար էլ այս ձայնագրությունը ռեզոնանս չի առաջացնում, բայց որ պարզ լինի դուք կաշառքի դեմ ոնց եք պայքարում, 3 օգտվելով այդ խառը իրավիճակից երկրի, ինչ եք արել, չնոր բան չեք բացահայտել հանցագործություն, հարձակվել եք Արթուր Չախոյանի վրա, որը բացահայտել է, հրապարակել է Տիգրան Ավինյանի ենթադրյալ կաշառքի գործողությունը, ու դուք ոչ թե դրան ընթացք եք տվել, օգտվելով նրանից, որ խառն է երկիրը, հարձակվել եք, ձեզ հարց ունեմ, այ օրինապաշտության բաներ, պահապաններ, Արթուր Չախոյանի նախկին ծեծի գործով կալանավորված կա, իսկ այս գործով կլինի, չէ, այդ ինձ եք դուք բանի դեմ պայքարում, դուք գիտեք ընդդիմադիրների ինչ նասկի են հագնում, բայց Փարաքարի այդ հանցագործին ենթադրյալ սպանության համար տենց հետևել եք, 120 քննիչներ գրավել եք, դա կաշառքի դեմ ձեր